Ողջույն ձեզ։ Այսօր մենք ձեզ հետ միասին փորձելու ենք խորանալ մի մարդու պատմության մեջ, ում անունը դե դարձել է լեգենդ, խորհրդային հանցավոր աշխարհի լեգենդը Վլադիմիր Բաբուշկին։ Բայց բոլորը նրան գիտեն որպես Վասյա Բրիլյանտ։ Հենց այդպես, Վասյա Բրիլյանտ։ Մեր ձեռքի տակ գիտեք տարբեր նյութեր կան, հոդվածներ, ինչ-որ հուշագրություններ, նույնիսկ բլոգներ կան, որոնք փորձում են, այսպես ասած, լույս սփռել այս կերպարի վրա։ Շատ առեղծվածային կերպարի։ Այո, ու մեր նպատակն է այսօր այս ամբողջ ինֆորմացիոն աղմուկի միջից դե փորձել հասկանալ ով էր իսկապես այս մարդը, որտեղ է վերջանում իրականությունը, որտեղ սկսվում լեգենդը։ Ու նաև թե ինչ է մեզ պատմում նրա պատմությունը այն ժամանակվա, այսպես ասած, օրենքով գողերի փակ շատ դաժան աշխարհի մասին։ Հա, այդ չգրված օրենքների, այդ ենթամշակույթի մասին։ Դե ինչ, եկեք սկսենք։ Շատ կարևոր է հենց սկզբից հասկանալ համատեքստը, թե ինչ ժամանակների մասին ենք խոսում։ Խորհրդային միությունն է։ Այո։ Որտեղ դե կար պաշտոնական գաղափարախոսություն, բայց դրան զուգահեռ գոյություն ուներ մի լրիվ ուրիշ աշխարհ, ստվերային, բայց իր շատ կոնկրետ խիստ կանոններով։ Օրենքով գողերի աշխարհը։ Հենց դա։ Մի ամբողջ ենթամշակույթ իր հիերարխիայով, իր պատվի կոդեքսով, ամեն ինչով։ Ու Վասյա Բրիլյանտը համարվում է այդ հին դպրոցի, այդ հին սկզբունքների ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Անզիջում։ Հետաքրքիր է, չէ՞, որ հենց սկզբից արդեն հակասություններ կան։ Այո, այո, աղբյուրները հակասում են իրար նույնիսկ ամենապարզ թվացող հարցերում։ Օրինակ, ծննդյան տարեթիվը։ Սա արդեն իսկ, ինչպես ասեմ, մի տեսակ մառախուղ է ստեղծում։ Հա, կարծես միֆի սկիզբ լինի։ Պաշտոնական փաստաթղթերում, որոնք կան, նշված է 1928 թվական, Աստրախան։ Բայց կան լիքը վկայություններ, մարդիկ ովքեր ասում են չէ, նա 12 տարով մեծ էր։ Ծնվել է 1916-ին։ 12 տարվա տարբերություն, պատկերացնում եք։ Սա արդեն իսկ շատ բան է ասում։ Միանշանակ, անորոշություն է ստեղծում հենց սկզբից։ Ու եթե նայենք նրա վաղ տարիների նկարագրություններին, դե պատկերն իրոք մռայլ է։ Ծնվել է Աստրախանում, շատ մեծ ընտանիքում, 9 երեխա։ 9 երեխա։ Դժվար է պատկերացնել այդ պայմանները։ Հա, դրան գումարած մանկությունն անցել է Պովոլժիայի սովի տարիներին, 30-33 թվականներին։ Սարսափելի ժամանակներ։ Հետո էլ պատերազմը, հայրենական մեծ պատերազմը։ Եթե հավատանք պաշտոնական տարբերակին, նա ընդամենը 13 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց։ Հայրը գնում է ռազմաճակատ, մայրը շուտով մահանում է, ու մի սարսափելի դրվագ կա 1942 թվականից, ասում են ավազակները մտնում են տուն ու սպանում են տատիկին։ Իսկ ինչի համար։ Մի զույգ հին վալենկի։ Սա ուղղակի ցույց է տալիս այդ ժամանակների դե անելանելիությունն ու դաժանությունը։ Սարսափելի է։ Ու այս տղան դեռահաս Վլադիմիրը մնում է մենակ։ Փաստացի որբ ու իր վրա է մնում փոքր քույրերի, եղբայրների հոգսը։ Դե ինչ պիտի աներ, պատերազմ, քաոս, սով։ Գոյատևելու համար ոնց որ ասում են, սկսում է գողանալ։ Սկզբում երևի ուղակի սովից դրդված, որ մի կերպ ապրեն։ Հավանաբար, բայց փողոցը դե իր օրենքներն ունի։ Նրան նկատում են ավելի փորձառու գողերը, ոնց որ իրենց թևի տակ են առնում, սովորեցնում են արհեստը։ Հենց այդ ժամանակ էլ ստանում է իր առաջին մականունը՝ Չապայոնոկ։ Հա, Չապայոնոկ։ Երևի իր համարձակության համար կամ ինչ-որ պատմություն կա, որ մենք չգիտենք։ Առաջին անգամ բռնվում է 43-ին, հենց գողության պահին, բայց այստեղ մի հետաքրքիր բան կա։ Այո, դատարանը ոնց որ թե մեղմ է գտնվում։ Հա, հաշվի են առնում տարիքը, որ որբ է, որ քույր եղբայրներին է պահում, ու տալիս են ընդամենը 1 տարի պայմանական։ Կարծես մի շանս չէ փոխելու ճանապարհը։ Բայց դե ոնց որ հաճախ լինում է, չի օգտագործում այդ շանսը։ Արդեն հաջորդ տարի 44-ին նորից ձերբակալում են։ Այս անգամ արդեն իրական պատիժ 1 տարի աշխատանքային գաղութում։ Ու հենց այնտեղ ասում են գաղութում, նա վերջնական որոշում է կայացնում, որ իր կյանքը տապելու է հանցավոր աշխարհի հետ։ Այո, ու դառնում է պետք է ասել բարձրակարգ գրբանահատ։ Իսկական վիրտուոզ։ Այնքան հմուտ, որ լեգենդներ են պատմում։ Ասում են կարող էր փողը գողանալուց հետո դատարկ դրամապանակը աննկատ հետ դնել տիրոջ գրպանը։ Հա, լսել եմ։ Ուղղակի վարպետությունը ցույց տալու համար։ Պատկերացնում եք նյարդերը։ Անհավանական է։ Ու միևնույն ժամանակ իր մոտ արդեն կար մի սկզբունք հին գողական պանյացիաներից, որ երբեք չդիմադրել ձերբակալությանը ու երբեք չվնասել միլիցիային։ Սա համարվում էր ճիշտ գողի վարքագիծ։ Հենց այդ ճիշտ վարքագիծն էլ նրան ուղեկցեց ամբողջ կյանքում։
1949 թվական Վոլսկ քաղաք։ Նորից բռնվում է գնացքում գրպանահատություն անելիս։ Բայց այս անգամ արդեն վիճակը ավելի լուրջ էր։ Շատ ավելի լուրջ։ Նա արդեն ռեցիդիվիստ էր, կրկնահանցագործ։ Այս 47-ին շատ խիստ հրամանագիր էր ընդունվել գույքային հանցագործությունների դեմ։ Արդյունքում 1950-ին 10 տարվա ազատազրկում։ Այո, ու սա սկիզբներ նրա, այսպես ասած, անվերջ ճամփորդության գուլագի համակարգով, տասնամյակներ տևող։ Պետք է հասկանալ, չէ՞ որ գուլագը ուղակի բանդ չէր։ Բնավ, դա մի ամբողջ պետություն էր պետության մեջ, իր օրենքներով, իր պատերազմներով, իր դաժանությամբ։ Եվ նա հայտնվում է այնտեղ շատ բարդ ժամանակաշրջանում։ Այդ Սուչիա վոյնայի շների պատերազմի ամենաթեժ պահին։ Կարող եք մի փոքր բացատրել ինչ էր դա, որ պատկերացնենք միջավայրը։ Իհարկե, Սուչիա վոյնան, դա շատ դաժան, արունալի ներքին պատերազմ էր խորհրդային բանտերում ու ճամբարներում, հատկապես Երկրորդ համաշխարհայինից հետո։ Ովքեր էին կռվում։ Մի կողմում ավանդական օրենքով գողերը, նրանք, ովքեր պահում էին հին չգրված օրենքները, գլխավորը երբեք չհամագործակցել պետության հետ, ոչ բանակում ծառայել, ոչ ճամբարում աշխատել, ոչ ցուցմունք տալ։ Չունենալ ընտանիք, ունեցվածք։ Ճիշտ է, ապրել միայն գողական աշխարհի շահերով։ Իսկ մյուս կողմում այսպես կոչված սուկիները, բառացիչներ, բայց այստեղ դավաճաններ։ Սրանք այն գողերն էին, ովքեր խախտել էին օրենքը։ Նրանք, ովքեր պատերազմի ժամանակ գնացել էին ռազմաճակատ կամ, ասենք, այլ կերպ համագործակցել էին վարչակազմի հետ։ Ավանդական գողերը նրանց համարում էին դավաճաններ, թուլացածներ։ Եվ սկսվեց պայքար։ Անողոք պայքար, գոյատևման համար։ Հազարավոր մարդիկ զոհվեցին այդ պատերազմում, բառացիորեն։ Եվ կարծում եմ պարզ է, թե Բաբուշկինը որ կողմն ընտրեց։ Բացարձակապես։ Միանշանակ, նա կանգնեց ավանդապաշտների, ստառեզակալքի, հին կոփվածքի գողերի կողքին։ Դարձավ այդ օրենքների պաշտպանը։ Եվ հենց այդ ժամանակ էլ նրան թագադրեցին։ Մտավորապես 1950 թվականին Կարլագում, Կարագաննայի ճամբարում, նրան շնորհում են օրենքով գողի կոչումը։ Ճիշտ է, աղբյուրները մի քիչ տարբեր են ասում, կոնկրետ երբ, որտեղ, բայց ընդհանուր առմամբ հենց 50-ին, ճամբարում, Սուչիա վոյնայի թեժ պահին։ Իր սկզբունքային դիրքորոշման համար։ Այո։ Իսկ ինչպես առաջացավ Վասյա Բրիլյանտ անունը։ Վասյան հասկանալի է Վլադիմիրից, բայց Բրիլյանտը, ադամանդը որտեղից։ Դե այստեղ էլի մի քանի վարկած կա, ինչն էլ ավելի է խորացնում առեղծվածը։ Նախ հայտնի է, որ նա, ինչպես շատ հին գող էր, հաճախ ներկայանում էր որպես Վասյա Իվանով։ Այդ Իվանների պրակտիկան էր, չէ՞ անունը թաքցնելու։ Հարգանքի տուրք էր հին լեգենդար գողերին։ Իսկ Բրիլյանտ մականվան մասին մի վարկածով նա դա ժառանգել է իր բանտախցի ընկերոջից, որը սպանվել էր Սուչիա վոյնայի ժամանակ։ Այո, իբր ընկերը մահից առաջ խնդրել է վերցնել իր մականունը։ Մեկ այլ վարկածով, որն ինձ ավելի հավանական է թվում, կապված է օրենսգրքին նրա հավատարմության հետ։ Հենց դա, այդ բացառիկ, անշեղ, կարծես ադամանդի պես ամուր ու մաքուր հավատարմությանը։ Եվ նա ոչ միայն հավատարիմ էր, այլև ակտիվորեն կռվում էր։ Աղբյուրները նշում են, թեև տարբեր թվեր, որ 50-ականներին նա անձամբ սպանել է մի քանի սուչնեղ որենների։ Դավաճան գողերի։ 2 կամ 3 հոգու մասին է խոսքը։ Ասում են 2-ին դանակահարել է, 1-ին խեղդամահարել։ Հնարավոր է ընկերոջ վրեժներ լուծում։ Միանգամայն հնարավոր է։ Եվ այս սպանությունների համար նրա արդեն իսկ երկար ժամկետին գումարվեցին նորերը։ 25-ական տարիներ, մի քանի անգամ։ Եթե այդպես գումարենք բոլոր դատավճիռները, մի ֆանտաստիկ թիվ է ստացվում։ 90-100 տարի։ Այո, աստղաբաշխական թիվը։ Իհարկե դա պայմանական գումարում է, բայց իրականում նա անցկացրել է բանտերում ու ճամբարներում դե 35-ից մինչև 44 տարի։ Գրեթե ամբողջ գիտակցական կյանքը։ Փաստացի այո, ճաղերի հետևում։ Եվ այս ամբողջ աներևակայելի երկար ժամանակ նա մնում է անզիջում, հավատարիմ այդ գողական օրենքներին։ Ուղղակի զարմանալի է։ Եկեք մի քանիսը թվարկենք, որ ավելի պարզ լինի։ Ամենակարևորը երբեք չաշխատել պետության համար։ Բացարձակապես։ Նա հրաժարվում էր նույնիսկ ամենատարրական պարտականություններից ճամբարում, ասենք մաքրություն անելուց։ Ու դրա վրա անընդհատ պատժվում էր։ Անընդհատ, կարծեր, նոր ժամկետներ։
Մյուս կանոնը՝ չունենալ ընտանիք, երեխաներ, անձնական գույք, փող, գողը պետք է ազատ լինի կապանքներից։ Եվ նա հետևում էլ դրան, երբեք չի ամուսնացել, պաշտոնապես երեխաներ չի ունեցել։ Իհարկե, նաև չի ծառայել բանակում, չի մասնակցել պատերազմին, սա շատ կարևոր էր Սուչա Վայնայի ֆոնին։ Նա նաև կտրականապես խուսափում էր վարչակազմի հետ որևէ շփումից, նույնիսկ ամենափոքր համագործակցությունից։ Ասում են, կան վիրավորանքներով էլ պատասխանում, կամ ուղղակի լռում էր, հանդուգն, արհամարական։ Մի քանի անգամ էլ փորձել է փախչել, 2 թե 3 անգամ ոնց որ թե։ Հա, բայց բոլորն էլ անհաջող, ինչն էլի միայն երկարացնում էր ժամկետները։ Ու այս ամենի հետ մեկտեղ մի շատ հետաքրքիր բան կա։ Այո, սա կարևոր է նշել։ Բոլորը, նույնիսկ իրավապահները, ովքեր նրա հետ առնչվել են, նշում են, որ նա շատ խելացի ու կարդացած մարդ էր։ Ասում են միշտ գրքեր ուներ մոտը, հատկապես ռուս դասականներ էր սիրում։ Հա, իսկ զրույցի մեջ բավականին քաղաքավարի էր։ Խուսափում էր ժարկոնից, հայհոյանքներից, բայց երբ պետք էր։ Կարող էր լինել շատ վճռական, կոշտ, հեղինակավոր։ Մի քանի խոսքով կարգի հրավիրել։ Հենց այդպես, նույնիսկ արտաքինի մասին են խոսում։ Հա, ասում են միշտ կոկիկ էր, մաքուր, որքան հնարավոր էր բանտում։ Նույնիսկ համազգեստը լավ էր նստում վրան։ Հետո, երբ տեսողությունը վատացավ, սկսեց ակնոց գրել։ Հաստ ապակիներով, ասում են նույնիսկ ոսպնյակի վիրահատություն են արել։ Այս ամենը միասին ստեղծում է շատ անսովոր կերպար, խիստ գողական, բայց միևնույն ժամանակ մտավորական, կոկիկ։ Եվ արդյունքում նա դառնում է ոչ թե ուղակի հեղինակություն, այլ կենթանի լեգենդ, կուրք։ Գողական աշխարհում նրան սկսում են ասել էտալոն Որովսկո իդեայի։ Գողական գաղափարի չափանիշ։ Պանտի պատերից դուրս էր գալիս։ Այսինքն, նա բանտից կարողանում էր ազդել դրսի հանցավոր աշխարհի վրա։ Բայց ինչպես։ Գաղտնի գրությունների, մալիավեների միջոցով։ Դրանք գաղտնի նամակներ էին, հաղորդագրություններ։ Նրան էին դիմում տարբեր հարցերով, վեճեր լուծելու խնդրանքով։ Եվ նա Ռազրուլիվալ Ռամսի, ինչպես ասում են։ Հենց այդպես, լուծում էր բարդ իրավիճակները, ու նրա խոսքը հաճախ վճռորոշ էր լինում նույնիսկ ամենահզոր ավտորիտետների համար։ Բացի դրանից, նա նաև թագադրել է ուրիշներին, այսինքն օրենքով հողի կոչում է տվել։ Հա, մոտ 10 հոգու անուն են նշում, որոնց մեջ կային հետագայում հայտնի դարձածներ՝ Վալերա Տատարին, Արկան։ Սա նշանակում է, որ նա ոչ միայն ինքն էր էլիտա, այլև որոշում էր ով կարող է մտնել այդ էլիտայի մեջ։ Միանշանակ։ Շատ հետաքրքիր է նաև հանդիպումը Վլադիմիր Բուկովսկու հետ։ Այո, հայտնի այլախոհի հետ, Վլադիմիրի կենտրոնական բանտում։ Բուկովսկին փորձել է համոզել նրան միանալ այլախոհներին։ Հա, ասել է, եկեք միասին պայքարենք խորհրդային համակարգի դեմ։ Ընդհանուր թշնամի ունենք։ Իսկ բրիլյանտը մերժել է։ Կտրականապես։ Ու պատճառաբանությունը շատ բնորոշ է։ Ասել է մոտավորապես սա. մենք գոհերս տես չունենք, ինքներս ենք մեր տերը։ Իսկ ձեզ այլախոհներիդ ղեկավարում են արևմուտքից, դուք ձեր տերերն ունեք։ Մեր ճանապարհները տարբեր են։ Սա ցույց է տալիս այդ պատկերացումը գողական աշխարհի բացարձակ անկախությունի մասին։ Հենց դա, որ իրենք ենթակա չեն ոչ պետությանը, ոչ էլ որևէ մեկին։ Սակայն ժամանակները փոխվում էին։ 70-80-ականներին հանցավոր աշխարհն էլ էր փոխվում։ Հայտնվեցին նոր տիպի հանցագործներ։ Հա, հատկապես այդ ցեխովիկները, ընդհատակյա արտադրամասերի ղեկավարները, որ մեծ փողեր էին դիզում։ Եվ հանցավոր աշխարհի մի մասը սկսեց կողմնորոշվել դեպի նրանց Շորթում, Գրիշևանիա։ Իսկ Վասյա Բրիլյանտը, լինելով հին կանոնների ջատագով, չէր ընդունում այս ամենը։ Նրա համար ճիշտ գողը պիտի գողություն աներ, ոչ թե փող դիզեր կամ գործարարների կռիշա լիներ։ Արհամարհում էր այս նոր միտումները։ Այո, եւ սա նրան դարձրեց անհարմար կերպար, անհարմար իշխանությունների համար, որոնք այդպես էլ չկարողացան նրան կոտրել։ Բայց նաեւ անհարմար նոր, ավելի պրագմատիկ հանցավորների համար։ Ճիշտ է։ Նրա սկզբունքայնությունն արդեն խանգարում էր։ Նա կարծես անցյալի մնացուկ էր դառնում։ Եվ այսպես հասանք նրա կյանքի վերջին տարիներին ու մահվանը, որը նույնպես առեղծվածային է, կա մի շատ հետաքրքիր, թեև վիճելի պատմություն։ Հա, այդ Life Journal-ի գրառումը։ Այո, Հասիդ Օկտանոնով։ Պատմում է 1986-ի հունվարին, նորից տարեթիվը չի համընկնում մահվան 85 թվականի հետ, Բրիլյանտի եւ ՆԳՆ մի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպման մասին։ Եվ այնտեղ Բրիլյանտը իբր շատ քիզախ խոսքեր է ասել։ Հա, մեջբերում են մի բարդեք բոլոր մեղքերը գողերի վրա։ Մենք կրում ենք մեր գողական կյանքի մաքրության խաչը։ Այն ավելի մաքուր է, քան ձեր ամբողջ պետական ախոռը։ Զգուշացրել է, որ գողերին իրար դեմ են անում։
Էլի պետք է ասենք, սա կոնկրետ ոչ պաշտոնական աղբյուր է ու թվերի խնդիր կա։ Բայց անկախ նրանից եղել է այդ հանդիպումը, թե ոչ, այն լավ նկարագրում է բրիլյանտի կերպարը, անզիջում, խիզախ։ Այդ աղբյուրն ասում է, որ 2 ամիս հետո նա մահացել է, բայց մենք գիտենք, որ դա 1985-ին է եղել։ Այո, Եվ մահվանից առաջ նրան տեղափոխում են Սոլիկամսկի Բելի Լեբեց, սպիտակ կարապ, հատուկ ռեժիմի գաղութ։ սա արդեն շատ վատահամբավ վայր էր։ Ասում են տեղափոխել են, որովհետև հրաժարվել էր հանդարտեցնել խռովությունը Լապոտկի գաղութում։ Հա, իսկ սպիտակ կարապը հատուկ ստեղծվել էր հենց օրենքով գողերին կոտրելու համար, ստիպելու հրաժարվել կոչումից, համագործակցել։ Անվանման մասին են տարբեր բաներ են ասում, կամ պատերի գույնից, կամ այն դիրքից, որով քայլեցնում էին կարապի նման։ Հա, առաջ թեքված, ձեռքերը հետևում, անտանելի պայմաններ էին ստեղծում։ Եվ հենց այստեղ, սպիտակ կարապում, 1985-ին էլ ավարտվում է նրա կյանքը։ Մահվան օրվա հարցում էլ մի քիչ տարբերություններ կան, հունիսի 25 կամ 26։ Վիկիպեդիան մայիսի 26 է նշում, Time Note-ը մայիսի 26 կամ հունիսի 25։ Հա, բայց ամեն դեպքում 1985-ի ամառ։ Եթե ծնվել է 28-ին, ուրեմն 57 տարեկանում է մահացել։ Համեմատաբար երիտասարդ։ Այո, Իսկ մահվան պաշտոնական պատճառը այստեղ էլ ամեն ինչ խառն է։ Մի վարկած ինքնասպանություն, քախվել է։ մյուսը սրտի անբավարարություն։ Կա նաև երրորդը, պատահական ընկել է, գլուխը հարվածել։ Սա իբր գեներալ Սնիցերևն է պատմել։ Բայց գողական աշխարհում դե շատ քչերն են հավատում այս վարկածներին, հատկապես ինքնասպանությանը։ Ինչու։ Որովհետև դա կտրականապես դեմ է գողական օրենքներին։ Ճիշտ գողն իր կամքով կյանքից չի հեռանում։ Ու դժվար է պատկերացնել, որ բրիլյանտի պես մարդը այդքան դժվարություն տեսած այդպիսի քայլի գնար, հատկապես սպիտակ կարապում, որտեղ նրան ուզում էին կոտրել։ Հետևաբար ամենատարածված վարկածն այն է, որ նրան սպանել են։ Այո, բայց թե ով ու ինչպես, էլի տարբեր ենթադրություններ կան։ Մի վարկած վարչակազմի հրահանգով, գուցե իրենց գործակալների միջոցով բանտարկյալների մեջ։ Նույնիսկ Սերգեյ Մորդայի անունն են տալիս։ Հա, մեկ այլ վարկած սպանել են հենց համագործակցող բանտարկյալները վարչակազմին հաջողանալու համար։ Կա նաև վարկած, որ մահացու ծեծել են տեղափոխման ժամանակ։ Մի կայք նույնիսկ գրում է, որ ուղղաթիռով տեղափոխելիս են դաժան ծեծել։ Եվ կամ մետել ավելի տարօրինակ վարկած, էլի Live Journal-ից, որի փր նրանք գնդակահարել են դեռ 84-ին եւ ժամկետի ավարտին 7 ամիս էր մնացել։ Սա արդեն լրիվ հակասում է մյուսներին։ Հա, սրան պետք է շատ զգույշ մոտենալ, որպես չհաստատված լուսանցքային տեղեկություն։ Ինչ էլ որ եղել է, նրա մահը սպիտակ կարապում մեծ աղմուկ է բարձրացնում։ Ասում են, անկարգություններ են սկսվում միության բանտերում։ Նրան հուղարկավորում են Սոլիկամսկի սովորական գերեզմանատանը։ Սկզբում փայտե խաչով։ Բայց Հետո արդեն ամբողջ միությունից հանցավոր աշխարհի ներկայացուցիչները փող են հավաքում ու դնում են մի հսկայական 8 տոննա քշրող սև գրանիտե հուշարձան։ իր պատկերով գրությամբ Այո, ու այդ հուշարձանը մինչև հիմա կանգուն է։ Դարձել է դե յուրօրինակ ուխտատեղի։ նույնիսկ հիմա համացանցում նկարներ կան, թարմ ծաղիկներով, հայտնի ավտորիտետներ նկարվում են այնտեղ։ Սա ցույց է տալիս, որ լեգենդը շարունակում է ապրել։ Դե ինչ, եկեք փորձենք ամփոփել։ Ինչ ունենք։ Մի կյանք գրեթե ամբողջը բանտում, նվիրված մի խիստ օրենսգրքի։ Անհավանական հեղինակություն մի փակ դաժան աշխարհում։ Մի մահ, պարուրված առեղծվածներով։ Եվ մի լեգենդ, որն ապրում է մինչ օրս։ Մենք տեսանք նաև այդ հակասությունը նրա հին կանոնների ու փոփոխվող ավելի պրագմատիկ հանցավոր աշխարհի միջև։ Ու հարց է առաջանում, իսկ ինչ է այս ամենը նշանակում մեզ համար։ Եվ այստեղ հարցը վերադառնում է ձեզ, մեր ունկնդիրներին։ Ինչու է այս պատմությունը, այսքան հեռու թվացող իրականությունից, շարունակում հետաքրքրել։ Գուցե որովհետև սա մի պատուհան է դեպի մի լրիվ այլ, փակ, զուգահեռ իրականություն, որը գոյություն ուներ խորհրդային պետության կողքին, իր սեփական խիստ օրենքներով։ Այո, բրիլյանտի կերպարը, անկախ նրանից դրական ենք վերաբերվում թե բացասական, ներկայացնում է մի գաղափարի, մի իդեալի, թեկուզ հանցավոր, ծայրահեղ հավատարմության օրինակ։ Մի հավատարմություն, որն ավելի ուժեղ էր, քան ազատությունը, անձնական կյանքը, նույնիսկ մահը։ Հենց դա։ Եվ վերջում մի հարց մտորելու համար։ Հաշվի առնելով այս բոլոր հակասությունները, տարբեր վարկածները, այս գրեթե առասպելական կարգավիճակը։
Ովքանով է Վասյա Բրիլյանտի պատմությունը իրական փաստ եւ որքանով այն միֆ։ Գուցե հենց հանցավոր աշխարհի կողմից ստեղծված միֆ իրենց հերոսին ստեղծելու համար։ Եվ եթե դա մասանք միֆ է, ապա ինչ նպատակի է ծառայում այդ լեջենդի պահպանումը մինչև մեր օրերը։ Ինչ է այն խորհրդանշում նրանց համար, ովքեր գնում են նրա գերեզմանին։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ կարծում եմ արժե մտածել։